Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Թադեթ Քահանա Թախմազյանի հետ։ Օրհնեցեք Տեր հայր։ Աստված օրհնի ձեզ։ Տեր Թադե, առաջիններից էիք, որ միացաք Տեր Արամին եւ մասնակցեցիք Հովանավանքում հայտնի պատարագին, այսպես ասած, որին մասնակցում էր նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Դա էլ այն պարագայում, երբ Տեր Արամը արդեն կարգալույծ էր։ Նախ ընդհանուր առմամբ գիտակցում եք դրա հետևանքները, նկատի ունեմ, որ հաջորդը կարգալույծ են անելու նաեւ ձեզ, եւ եթե այո, ապա ինչու գնացիք այդ քայլին։ Անշուշտ միշտ հաշվի եմ առել այդ ռիսկերը, որ հաջորդ կարգալույծության լուրը իմ մասին է լինելու, բայց իմ ձգտումները մեր եկեղեցին բարենորոգելու, ավելի բարևարք եկեղեցի եւ եկեղեցականներ տեսնելու շատ ավելի մեծ էր, քան այն կարգալույծ անելու իրենց կողմից ուղված մտքերը կամ այսպես կոչված իրենց այդ փորձում են որ վախեցնեն կարգալույծի թեմայով։ Սպառնալիքները եղել են նման։ Այո, դե որ կարգալույծ կանենք։ Սա իրենց սպառնալիք սա է, որ յուրաքանչյուր ոք ով ձայն է բարձրացնում, մեզանից առաջ էլ բազմաթիվ հոգևորականներ, երբ որ ձայն են բարձրացրել, կարգալույծ են արել։ Եվ ընդամենը ես ասեմ, որ շատ բան չի ասել, միայն ասել է, որ խնդիրներ կա։ Եվ ինչու, երբ որ ես ձայն եմ բարձրացնում եւ ասում եմ խնդիրներ կա եւ չեմ մեղադրում ոչ մեկին, կառուցողական են, իրանք փորձում են մեկ անգամից լրացնել, կարգալույծ անել, որից հետո ասեն դե ինքը այլևս քահանա չի, այլ եկեղեցու հետ կապ չունի, ինքը ինչ ասի, արդեն էական չի։ Բայց իհարկե այդպես չէ։ Փառք Աստծո, մեր ժողովուրդը լավ հասկանում է, շատ հրաշալի կերպով հասկանում է տողատակերը, մտքերի տողատակերը, եւ այսօր էլ մենք ինչպես իրենք տեսնում են, մենք չենք լռում։ Իսկ համայնքում որևէ բան փոխվել է ձեր նկատմամբ։ Նկատի ունեմ դուք շարունակում եք պսակադրություններ, կնունքներ իրականացնել։ Անշուշտ շարունակում եմ եւ իմ պատարագները եւ մյուս ծիսական արարողությունները իրականացնել։ Փորձեր կան անշուշտ, որպիսի խոչընդոտեն, բայց իհարկե չեն հաջողել։ Ինչ որ առումով մի փոքր կհաջողեն, բայց ընդհանուր առումով չեն հաջողելու, որովհետեւ իմ ծառայության տարիները Թալինի տարածաշրջանում կարողացել եմ այնպիսի հոգևորական լինեմ, որ ծառայեմ իմ ժողովրդին եւ ժողովուրդը գնահատել է ինձ։ Եւ սա ինձ համար ամենակարևոր բանն է։ Տեր Թադե, ես ճիշտ հասկացա, որ մայր աթոռում կամ եկեղեցու ներսում խնդիրներ կան, պիտի չբարձրաձայնես կամ դա տաբու է, այսինքն եթե խնդիր բարձրաձայնեցիր, դա հանդիպելու է ինչ-որ մի հատ պատի եւ հակառակը վնասելու է քեզ։ Երբևէ բաց, ազատ քննարկում, խոսակցություն եղել է հենց անձամբ կաթողիկոսի հետ, փորձել եք իրեն հասցնել խնդիրները, թե այդ նաեւ կապող օղակներն են երբեմն խանգարում։ Նայեցեք, նախ ես ասեմ, որ ամեն տարի բոլոր հոգեքահանաները մայր աթոռում ժողով են գումարում, տարին 2 անգամ հավաքվում ենք, եւ ես 10 տարի մասնակցում եմ այդ ժողովներին եւ 10 տարվա մեջ որևէ արդյունք չենք արձանագրել։ Եվ այնպես էր պայմանները ստեղծված, որ քահանան չէր կարող հասնել կաթողիկոսին։ Եվ մենք տեսնում ենք այդ փորձերը, երբ որ հասնում էր կաթողիկոսին, ինչ արդյունքեր ունենում։ Ես կարող եմ հստակ 2 դեպք ասել, Տեր Արամը, որ գնաց իր խնդիրների լուծման հետևից, նույնիսկ Տեր օրեդ մենք մինչև իր գնալը զրուցել ենք, եւ մենք տեսել ենք ելք դրա մեջ, հավատացել ենք, անկեղծ հավատացել ենք, որ այո, լավ կլինի, երբ որ զրուցի հայրապետի հետ, լավ կլինի, ամեն ինչ իր տեղը կընկնի։ Բայց մենք տեսանք շատ հստակ բան, ոչ մի բան չլուծվեց։ Հակառակ շարունակվեց ճնշումները, շարունակեց մնացյալ ընթացքը եւ ես նաեւ տեսել եմ Տեր Տարոմի հետ կապված հարցերը։ Նա բարձրաձայնեց իր հարցը, իր խնդիրները կաթողիկոսի առաջ եւ ինչ ստացավ։ Կարգալույծություն։ Տեր Արամը ինչ ստացավ։ Կարգալույծություն։ Այսինքն նույնիսկ մեր եպիսկոպոսներից այդ մասին խոսեցին, որ գիտեք, հետաքրքիր է, ինչ է նշանակում 24 եպիսկոպոս հավաքվում են մայր աթոռում, ժողով են գումարում, ասում են, որ իրենցից մեկը չպետք է մտնի, դեմ են արտահայտվում քաղաքական հայտ ներկայացնելուն եպիսկոպոսի, 20-ը դեմ են լինում, 24-ից 20-ը դեմ են լինում, 4-ը ոչ, եւ անցնում է 4-ի որոշումը։ Սա
հայ եկեղեցու հետ կապ չունի, հայ եկեղեցու կանոնի հետ կապ չունի, սա անձի փառամոլության ինչ շահեր սպասարկելու մի process է, սա հայ եկեղեցու հետ կապ չունի եւ Փառք Աստծո մեր ժողովուրդը, հայ ժողովուրդը սա հրաշալի տեսնում է եւ հրաշալի հասկանում է, որքան էլ իրենք փորձեն մանիպուլացնել, մեր ժողովրդին իրենք չեն կարող մանիպուլացնել, վերջ։ Տեր Թադե, նաև կարգալուծությունների այդ հիմքում դրվում էր այն փաստը, որ պատարակների ժամանակ, գիտեք, զեղչվում է կաթողիկոսի անունը։ Մայրաթորը անգամ հայտարարություն է տարածել, թե որքան վտանգավոր է կաթողիկոսի անունը զեղչելը եւ դա ինչքանով է նսեմացնում կրոնը, եկեղեցին եւ այսպես շարունակ։ Համաձայն եք այս դիտարկման հետ Մայրաթորի։ Նայեցեք, նախ ես հանդիպել եմ հանձնախմբի հետ այդ մասին խոսակցություն ունեցել ենք, ես տվել եմ իմ հստակ տրամաբանական բացատրությունները, բայց եկեք այս անգամ մեկ այլ տեսանկյունից նայենք այս հարցին։ Գիտեք, երբ որ իրանք ապատեղեկատվական համակարգը Մայրաթորի այսօրվա, որ տենց գեղեցիկ բառեր է շարում, կարևորում է պատարակը, կարևորում է պատարակներ գրող անձանց, սրբերին, հայրերին մեր։ Ես հետաքրքիր միտք եմ ունենում։ Գիտեք, Բարսեղ Կեսարացին, որը նաև պատարակի գրողներից մեկն է, մեր սուրբ հայրերից մեկն է, մեր եկեղեցու սյուներից մեկն է, Բարսեղ Կեսարացին գրել է եւ պատարակ, եւ գրել է կանոններ, որտեղ ասում է, որ քեռու կնոջ հետ հարաբերվող անձի հետ ինչ պետք է լինի։ Բարսեղ Կեսարացու կանոնը գրված է հստակ։ Կանոնագրքի մեջ, երկրորդ հատորի մեջ տպված է։ Ինչպես է ստացվում, որ մի դեպքում կարևորում են Բարսեղ Կեսարացուն, իսկ մյուս դեպքում նույն մարդն է, նույն սուրբն է, նույն անձն է, մյուս դեպքում մոռանում են Բարսեղ Կեսարացու ասածները։ Այսինքն ինչ է, ինչպես մեզ ձեռք է տալիս, այդպես ենք հասկանում։ Այսինքն կամայական մոտեցում է։ Ծայրից ծայր կամայական մոտեցում, միահեծան որոշում, չկա այնտեղ չեն թողել եկեղեցին քարը քարի վրա, քանդել են մինչև վերջին քարը, ուղղակի քանդել են։ Եվ մեր խնդիրը այն է, որ մեր եկեղեցին ոտքի կանգնացնեն ծնկի եկած վիճակից, արնական վիճակից, այն բոլոր անձինք, ովքեր որ պայքարում են եկեղեցու համար, պայքարում ենք եկեղեցու ոտքի կանգնացնելու համար։ Սա է ամբողջ պայքարը։ Տեր Թադե, իսկ երբ է սկսվել այդ process-ը, այսինքն ես ենթադրում եմ այն հարցերը, խնդիրները, որոնց մասին դուք բարձրաձայնում եք եւ ոչ միայն դուք, նաեւ որոշ հոգեվորականներ, եպիսկոպոսներ, ինչու ոչ, դրանք մեկ օրվա, մեկ տարվա մասին չեն, այսինքն եկեղեցին կարծես թե հիերարխիկ կամ ավտորիտար ինչ-որ ռեժիմի է վերածվել։ Սա նոր է սկսվել, թե սա, չգիտեմ, որովհետեւ նախկինում նման խնդիրների մասին գոնե չի խոսվել, միայն 18 թվականից հետո նոր Հայաստան նոր հայրապետ շարժում է եղավ, որը տապալվեց, հետո հիմա երկրորդ սա թափն է կամ ընթացքը կարելի ասել։ Երբ է եղել այդ process, այդ ավտորիտարիզմը եկեղեցու։ Նայեցեք, ես կարծում եմ այդ process-ը սկսել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ից։ Մեր եկեղեցին զավթվել է գահը եւ այդ գահի զավթման ազատագրման process է։ Եվ գիտեք, Աստծո խոսքը մեզ հստակ է ասում ախր։ Ծննդոց գրքի մեջ ասում է, չէ, ասում է Աբելի արդար Աբելի թափած արյան կանչը մեր Տերն ասում է։ Արյան կանչը ասում է աղաղակում է։ Եվ նայեցեք, վերագրում են տարբեր process-ներ այս ամենին, այս շարժմանը։ Բայց ինչ է կարծում, եթե Աստվածաշունչը, նայենք մեկ վարքյան Աստվածաշնչի, Տիրոջ խոսքի տեսանկյունից, եթե մեր Տերն ասում է, որ եղբորդ արյան կանչը երկրից ինձ աղաղակում է, ինչ է կարծում, արդյոք Գրիգոր Լուսավոր չի, Սուրբ Գրիգոր Նարեկացու ձայն այսօր չի աղաղակում Աստծո առաջ, ինչ է կարծում, միայն պետք չի, գիտեք, այստեղ տեսնել process-ներ զուտ արտաքին շղարշով փոփոխություն։ Սա նաև ի վերջո սա Աստծո ծրագիր է, չէ՞։ Տեր Արամն էլ իր հարցազրույցներից մեկում անդրադարձավ, չէ՞, որ սա Քրիստոսի գործն է։
եւ մենք լծված ենք Քրիստոսի գործը կատարելու։ Այսինքն հոգևոր վերափոխման կարիք կա Տեր-Թադե, ճիշտ եմ հասկանում։ Միանշանակ հոգևոր վերափոխման կարիք կա, հակառակ պարագային մեր եկեղեցին գնալով հայ ժողովրդի կյանքից ներս որևէ ներդրում չի ունենալու։ Այս մարդիկ պարզապես ինչ են փորձել անել։ Եկեղեցին փորձել են հայ մարդու կյանքից դուրս դնել, ինչու ըստ իս։ Որովհետև եւ որքան եկեղեցին քրիստոնյայի կյանքից դուրս է, այնքան նրանք կարող են մեղքեր շատ գործել։ Եվ հասարակությունը այդ մեղքի հանդեպ անտարբեր լինի։ Ինչը որ այսօր մենք տեսնում ենք, որ հստակ եկեղեցական կանոնադրությունն է անդրադառնում։ Ասում է, որ եթե սրան հետ պարկես, սրա հետ հարաբերվես, Սուրբ Գիրքն է ասում այդ մասին, Ղևտացիների 20:20 կարծեմ, եւ ոչ մի արձագանք, Եվ որն էր բացատրությունը, որ ամեն դեպքում ամենայն հայոց կաթողիկոսը Աշոտ Խաչատրյանի հանդեպ այդքան մեղմ վերաբերմունք ունի, ինչ կապի մասին է խոսքը, ով է ումից կախվածություն։ Հավանաբար նրանք դեռ 99-ից իրար հետ շահկապված են ինչ-որ թելերով, իրար հետ կապված են։ Շատ խորը ու ես կարծում եմ մտահոգիչ փաստեր կլինեն ընթացքում։ Ես դա անձնապես եմ կարծում։ Այսինքն դա էր պատճառը, որ կաթողիկոսը հրաժարվել է ամեն դեպքում Աշոտ Խաչատրյանի հանդեպ որևէ այո, նայ, կաթողիկոսը չի կարող վերցնել եւ որոշել։ Չի կարող։ Օրենք կա, կաթողիկոս դեռ չի նշանակում ամենաթող, օրենքից դուրս, չի նշանակում։ Նայեցեք, նույն Մելիք Թանգյանը եպիսկոպոս է եղել, որի աշխատությունը տպվել է 2011 թվականին կարծեմ, վարչապետը որ ասեց, ներկայացրել են Մայրաթորից ինչ-որ թղթեր եւ այլն, եւ դրա կապակցությամբ տպել են, գոնե մի գործ, մի փոքր բան տպել են։ Եվ այնտեղ հստակ ասում է, որ կաթողիկոսը օրենքից դուրս չի, նա ունի հստակ պարտավորություններ, նա չի կարող միանձնյա կերպով որոշել, որ այս մարդուն կարգալույց չեն կանում, որը հստակ մեղքերի մեջ է եւ Աստվածաշնչով, եւ մյուսով, եւ կանոնագրքով։ Իսկ մյուս քահանաները, որոնք որ ընդամենը ասել են, որ մեր եկեղեցում կա խնդիրներ, եկեք այս խնդիրներին ուշադրություն դարձնենք եւ լուծումներ տանք եւ նրանց կարգալույց անենք։ Լավ, ում մեղքն է ավելի ծանրակշիռ։ Տեր-Թադե, դուք ասում եք, չի կարող կաթողիկոսը միանձնյա նման որոշումներ կայացնել եւ գնալ այդ որոշումների ետևից, բայց մենք տեսնում ենք, որ հենց միանձնյա որոշում է կայացվում եւ օրինակ նույն եպիսկոպոսների կողմից բարձրաձայնված հարցերը, այսպես անտեսվում են կաթողիկոսի կողմից, եպիսկոպոսած ժողովը չեղարկվեց, այսինքն այստեղ ինչ խնդիր կա, խզում կա նաեւ եպիսկոպոսների եւ կաթողիկոսի միջև, Մայրաթորից լսում ենք այլ հայտարարություններ, այլ տեքստեր եպիսկոպոսների կողմից, բացարձակ այլ հայտարարություն։ Նայեցեք, Մայրաթորի կողմից կարող է ինչ ասես չհնչել, հստակ։ Ամենատարբեր ինֆորմացիաները կարող է ապա տեղեկատվական համակարգը տարածել։ Բայց մենք երբ որ նայում ենք հստակ փաստերին, նրանք չեն կարողանում, կաթողիկոս չի կարողանում իր գործունեությունը իրականություն դարձնել, իր պարտավորությունը, ժողովներ գումարել եպիսկոպոսական, ազգային եկեղեցական ժողովներ գումարել, սա է նրա պարտավորությունը, եւ նա չի կարողանում անել։ Հավանաբար նա ունի մտավախություններ, հավանաբար ունի որոշակի մտավախություններ, որ ինչ որ անի իր դեմ կաշխատի, որովհետեւ մինչ այդ արել է, ինչպես որ փորձը ցույց տվեց 24 եպիսկոպոսների պարագային, որ 20-ը դեմ են եղել, փորձը ցույց տվեց, որ երբ որ ինքը միա հեծան չի, ինքը շատ արագ եկեղեցու կյանքից շատ արագ հեռանում է, շատ արագ։ Եկեղեցու հետ այսինքն կապ չունի ինքը։ Ինքը միայն կարողանում է տնօրինել, ասել սրանք արքալույց արեք, նրանք արքալույց արեք, սա արեք, նա արեք, բայց այն ինչ որ կաթողիկոսի հայրապետի ֆունկցիան է, նա չի կարողանում անել։ Ի վերջո նա տեսել է Վազգեն Վեհափար Գարեգին առաջին կաթողիկոս, նա տեսել է, շփվել է, գոնե իրենցից մի բան սովորեր։ Այդքան ապաշնորհ չլիներ այս եկեղեցուն։ Չտաներ այսքան նվաստացման եկեղեցուն, չտաներ կործանման եզի, անդունդի եզին չտաներ հասցներ մեր եկեղեցին։ Ի վերջո եկեղեցին ունի հոգևոր առաքելություն։
Ոչ թե քաղաքական առաքելություն, ոչ թե քաղաքական տեքստեր պետք է հնչեր իրենց մակարդակով, այլ հոգևոր։ Բայց մենք չենք տեսնում հոգևոր որևէ քայլ, մենք տեսնում ենք քաղաքական process-ների մեջ։ Ինչը եւ խնդրահարույց է եկեղեցին չպետք է զբաղվի քաղաքականությամբ, որովհետեւ ի վերջո հայ ժողովուրդը մի մասը կարող է լինել իշխանության հավակնորդներ, գաղափարակիցներ, մյուսը ոչ։ Մենք չենք կարող մի մասի կողմը բռնել եւ մյուսին թողնել անտեր, այսպես ասած։ Բայց իրենք, քանի որ հետաքրքրված չեն ժողովրդով, քանի որ իրենց չի հետաքրքրում հայ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության ճակատագիրը, սահմանները եւ այլ այդ հարցերը իրենց չի հուզում ընդհանրապես, իրենք քաղաքական տեքստեր սկսեցին հայտարարել։ Այսինքն այդ հոգևորի մեջ որևէ քայլ չարեցին ի վերջո։ Տես թա այդ պարագայում եթե իրենց չի հետաքրքրում հայ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետությունը, իրենց այնտեղ չի պահում հոգևորը, ինչպես դուք ասում եք, ի՞նչն է կաթողիկոսին այդքան կարճած պահում իր կաթողիկոսական աթոռի հետ եւ անգամ ասում եմ հայտնի պահանջից հետո եպիսկոպոսների, որ նա պիտի գնա հանգստի եւ այս հանրային տրամադրությունները վարչապետի նախաձեռնած նորոգման այս գործընթացից հետո կաթողիկոսը տեսնում ենք, որ համառորեն շարունակում է մնալ այնտեղ եւ չի էլ պատրաստվում հեռանալ։ Ինչն է պահում այդ կապը որն է։ Գիտեք, ես ակամայից հիշեցի պարոն վարչապետի այն հայտարարությունները, որ միգուցե նա չի սպասարկում հայ ժողովրդի շահը կամ Քրիստոսի շահը, այլ տեղ պետք է փնտրենք։ Ինքը այլ շահեր է սպասարկում հավանաբար։ Որովհետև ի վերջո որևէ հարցի ժողովրդի կողմից հնչած չի պատասխանում։ Ոչ մի հարցի, ոչ մի փաստի չի անդրադառնում, բայց շատ արագ կարողանում է անդրադառնալ այն փաստերին, որ մի փոքր իր սրտով չեն։ Սա մեզ համար անշուշտ շատ ցավալի է։ Սա հայ ժողովրդի համար է ցավալի։ Եվ հայ ժողովուրդը իրեն չի տեսնում հայրապետի գահին։ Մինչև հիմա գնացեք եւ իմ գյուղերում հարցրեք։ Մինչև հիմի Վազգեն առաջին են տեսնում այդ մարդիկ, Վազգեն առաջին։ Երբ որ հարցնում ես Վազգեն առաջին անունը հնչում է, ժողովրդի հաջորդ բառը գիտեք որն է, Սուրբ։ Հնչում է Վազգեն առաջին անունը, հաջորդը Սուրբն է, իսկ երբ որ հնչում է Գարեգին առաջինը, մաֆիոզն է։ Պատկերացնում եք, սա ինչ ողբերգություն է։ Սա ըստ իս ողբերգություն է։ Եվ վերջում եկեղեցի էին կոծում, ինձ գիտեք ինչ մոտեցան ասեցի։ Ասին Տեր այր, ես մաֆիոզի անուն չեք գրում մեր եկեղեցի, ասին գիշերով գանք քանդենք դրա անունը։ Ես խնդրեցի, որ ասի խնդրում եմ, ինձ հարգում եք, մի արեք։ Պարզապես դա կարգն է այդպեսին, որ պիտի գրվի։ Այսինքն այսքան լարված ընկալու։ Այո, իրանք կտրված են ժողովրդից։ Հստակ ասեմ, իրենք ժողովրդից կտրված են, ժողովրդի հետ չեն շփվել։ Գիտեք, փառք Աստծո, մենք շատ քահանաներ ունենք, ովքեր ժողովրդի հետ շփվում են։ Ցավը այն է, որ իրենք քահանաներին չեն լսում։ Սա է խնդիրը։ Ի վերջո քահանաներ շփվում են ժողովրդի հետ, տեղյակ են ժողովրդի խնդիրներից, ցավերից, տեղյակ են ժողովրդի ամեն մի հարցից։ Բայց գիտեք, որևէ պայման չկա, որ այդ քահանաները ձայն բարձրացնեն։ Որևէ, մենք բարձրացրեցինք, տեսակ ինչ եղավ։ Մենք բարձրացրեցինք, տեսակ իրենք շատ արագ ոնց կազմակերպվեցին, որոշեցին, թղթերն առան, գրեցին, մրեցին, ջնջեցին, մեզ էլ մեղադրեցին, չգիտեմ ինչ-որ հերձվածի մեջ եւ այլն։ Այսինքն հասկանում եք, թյուրի մատուցություն են։ Դες թա դե իսկ այս մտահոգությունները, որոնց մասին խոսում ենք, նաև որոնց մասին վարչապետն է երկրի թիվ 1 ամբիոնից բարձրաձայնում, որ որոշ բարձրաստիճան հոգևորականներ պակ գործակալներ են, KGB գործակալներ են, ծառայում են օտար երկրներին, նույն այդ հայտնի հարցը, որ տևական ժամանակ է օդում կախված է, որ արդյոք կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի, քար լռություն է, այնինչ ինչպես նաև դուք նշեցիք եւ նկատեցիք, երբ հարցը վերաբերվում է, ասենք օրինակ քաղաքական որևէ հարցի եւ կամ Սամվել Կարապետյանին, մայրաթոռում վարքյանական այսպես արագությամբ հայտնվում են տեքստեր քաղաքական ենթատեքստով եւ այսպես շարունակ ինչու են այս դեպքում լուր եւ քաղաքական համատեքստում շատ ավելի ակտիվ։ Գիտեք, մեր սրբազաններից մեկը այդպիսի մի անդրադարձ ունեցավ, երբ որ ասում եմ ես Գերագույն հոգևոր խորհրդի անդամ եմ եղել եւ մեր տեքստերը մի տեսակ նման էր այլ պետության
արտաքին գործոց նախարարի, քարտուղարի կամ մամլոխոսնագի տեքստերին։ Շատ համահունչ էր։ Ինձ թվում է դրանից պարզ այլևս պետք չի խոսել։ Եվ փառք Աստծո մեր ժողովուրդը հասկանում է։ Իմ ամբողջ հույսը հայ ժողովրդի վրա է, որ հայ ժողովրդին նրանք փորձել են մանիպուլացնել, նրանք փորձել են խաբել, ստել, եւ ժողովուրդը համբերեց եւ մի օր էլ իր ձայնը բարձրացրեց։ Հիմա իրենք մտածում են, լավ ինչու։ Այնինչ որ ցանել են, դա հնձում են, վերջ, Աստծո խոսքն է սա։ Տեր Թադե, ինչ տեղի ունեցավ նաև 2018 թվականին, մինչ այդ մենք տեսել ենք լրիվ այլ մայրաթոռ եւ կամ կաթողիկոս իր պահվածքով, որը միշտ հաշտ է եղել օրվա իշխանությունների հետ, օրվա իշխանությունների վարած արտաքին քաղաքականության հետ եւ 2018-ից հետո մենք տեսնում ենք հակառակ պատկերը, երբ ոչ միայն օրվա իշխանության անձնապես օրվա իշխանության հետ հաշտ չեն, այլ նաեւ արտաքին քաղաքականության իմաստով կարծես թե խնդիր է տեսնում մայրաթոռը, բարբերաբար քննադատում է։ Ինչ տեղի ունեցավ 18 թվականին եւ ինչու էսպես մենք տեսանք հակառակ պատկերը։ Ես կարծում եմ 18 թվականին ես կարող եմ այս հարցին լավ չկարողանամ պատասխանել, որովհետև իր մեջ որոշակի քաղաքական երանգ եմ տեսնում, բայց որպես անհատ այսպես փորձեմ պատասխանել իմ ընկալումով, որ հայ ժողովուրդը 18 թվականին հիմք դրեց իր փաստացի անկախությանը, ինքնուրույնության, փաստացի ինքնուրույնությանը եւ բնական է սա որոշ ուժերի պետք է ձեռք չտալ, հստակ է։ Եվ այսօր էլ հայ ժողովուրդը քայլում է իր ինքնուրույն ճանապարհով, գիտեք, այդ ճանապարհը այս պահին անշուշտ հարթ չէ, այն քարքարոտ է, այն դեռ մաքրել է պետք, այն դեռ հարթեցնել է պետք, այն դեռ փոշոտ է, դեռ շատ բաներ չի երևում, վերջնարդյունք չի երևում, բայց գիտեք, ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը իմաստուն է եւ տեսնում է այդ ճանապարհի վերջնարդյունքը եւ դրա համար չի հրաժարվում իր այդ ճանապարհից, որովհետեւ սա հայ ժողովրդի գծած ճանապարհն է։ Սա օտարի գծած ճանապարհը չէ, մենք հրաժարվեցինք օտարի գծած ճանապարհից եւ քայլում ենք մեր գծած ճանապարհով։ Այն դժվար է, ասեմ, այս պայն այն դժվար է, բայց ես լիահույս եմ եւ հավատում եմ, որ Աստված մեզ հետ է, որովհետեւ ինչպես որ Տերն է ասում, ինձ հետ եղեք, եթե ասում է դուք մեղավոր եք, դուք սխալ եք, ասում է արյան պես կարմիր են ձեր մեղքերը, ասում է ես կլվացնեմ եւ ձյունից ճերմակ կդարձնեմ։ Եվ մենք հավատում ենք Աստծո խոսքին, հավատում ենք մեր Տիրոջ Քրիստոսի խոսքին եւ ապավինելով այդ խոսքին գնում ենք առաջ։ Եվ Տեր Թադե, արդյոք եկեղեցու ներսում ամեն ինչ այնքան դյուրին է, հաշտ է, խնդիրներ չկան, որ կաթողիկոսը սկսել է զբաղվել քաղաքականությամբ, այն դեպքում գոնե քաղաքական հայտարարություններ անել, ոչ թե կաթողիկոսի մայրաթոռի մակարդակով, եւ նաեւ վարչապետն է բարձրաձայնել խնդիր, որ տարբեր եկեղեցիներում չկա երգչախումբ, տարբեր քահանաներ, հոգեվորականներ գտնվում են ծայրահեղ աղքատ վիճակում եւ այսպես շարունակ։ Եկեղեցու ներսում կան խնդիրներ, որոնք արժանի են ուշադրության եւ լուծման։ Եվ եթե այո, ապա որն է այստեղ խնդիրը, որ եկեղեցու խնդիրները եւ այս հոգեվոր դաշտում եղած խնդիրները թողած, ելի եմ ասում, հոգեվորականների որոշ դաս, բարձրաստիճան դաս զբաղված է քաղաքական հայտարարություններ տարածելով։ Գիտեք, եկեղեցում այս 20 քանի տարիների ընթացքում այնքան են կուտակվել եկեղեցական հարցերը, որ զբաղվել եկեղեցական հարցերով հիմա անշուշտ դժվար է, շատ դժվար է, պետք է ունենալ ամուր նյարդեր, մեծ հավատք Քրիստոսի հանդեպ, որպեսզի կարողանաս այդ բոլոր կուտակված հարցերին կամաց անդրադառնալ։ Իրենք ոչինչ չեն արել այս ընթացքում։ Եկեղեցու հետ կապված որևէ քայլ չի եղել։ Ես քիչ առաջ նշեցի, որ տպել են ընդամենը եկեղեցու օրենսդրության հետ կապված 2011 թվականին կարծեմ Մելիք Թանգյանն եպիսկոպոսի գիրքը, որը ոնց հասկացա էլի պետությունն է ստիպել, իսկ մնացյալ ընթացքը ցավոք սրտի չեն լուծել ոչ մի խնդիր։ Ես 10 տարի մասնակցել եմ, գոնե ես 10 տարի
Այդ ժողովներին մասնակցել եմ։ Ոչ մի արդյունք, զերո արդյունք։ Իսկ խնդիրները բարձրաձայնվել են, թե շատ դեպքերում հենց էլի վախն է եղել կամ խոսվում է կոմպրոմատների մասին, այսինքն մարդկանց լրացրել են, թե խնդիրները բարձրաձայնվել են։ Նայեցեք, որոշ խնդիրներ շատ մեղմ տեսանկյունից բարձրաձայնվել են, բայց արդյունքը զրո է եղել։ Հստակ զրո, եւ բոլորը գիտեին այդ մասին, հստակ գիտեին, որ երբ որ մարդը փորձեր համարձակ կերպով խոսել, ինքը խնդիր պետք է ունենար եկեղեցուներս։ Ինչպես որ մեր շատ եկեղեցականներ, որ իրենք ժամանակի ընթացքում, այս տարիների ընթացքում այսպես կոչված կարգալույծ էին արել, այդ եկեղեցականների մի զգալի մասը փորձել էր խոսել, փորձել էր անդրադառնալ, փորձել էր չհամաձայնվել։ Եվ ինչ էր տեղի ունեցել, անմիջապես հեռացրել են, ասել են, դե ինքը այլևս հոգևորական չի, ինչ ուզում է թող ասել։ Տեր Թադեր, նաև տեսնում ենք, որ process-ը որքան երկարում է եւ որոշ հոգեվորականներ սկսում են հայտնվել տեսախցիկների առաջ, կարծես թե հիասթափության նոր ալիք է բարձրանում, նկատի ունեմ Գյումրիում տեղի ունեցածը ընդհանուր առմամբ եւ նաև Տեր նշանի կողմից այդ քաղաքացուն նզովելը էկրանների առաջ եւ հետո լրագրողին նման հարցադրումներ անելը, թե արդյոք կին ունի թե չունի, եթե կին չունի, ուրեմն այն բանից է, հետո ավելի հեռուն գնաց, այսինքն սա մի բառով ասած կարծես մաստեր կլաս լիներ։ Այս լեզվամտածողությամբ հոգեվորականները, քահանաները շատ են եկեղեցում եւ սա արդյոք նաեւ մտահոգվելու առիթ չէ եւ սրանից էլի մայրաթոռը եւ կամ հայ առաքելական եկեղեցին չի տուժողը։ Մենք բոլորս ենք տուժողը։ Ես կարծում եմ հայ ժողովուրդն է տուժողը։ Եվ նայեցեք, հայ ժողովուրդը տեսել է ամեն ինչ։ Այս 26 տարիների ընթացքում։ Եվ հիմա դու ինչ ուզում եք ասեք, ժողովրդի մեջ կա հստակ դիրքորոշում այլևս։ Տարբեր դրսևորումներ գիտեք կարող են լինել տարբեր քահանաների կողմից։ Կարող են այդպիսի դրսևորումներ լինել, նմանատիպ դրսևորումներ կարող են անշուշտ լինել։ Բայց գիտեք ինչն է խնդիրը։ Ես հավատում եմ, որ այս ամբողջ process-ի գլխավերևում կանգնած է Հիսուս Քրիստոսը։ Ինքը մաքրում է իր եկեղեցին։ Նայեցեք, անդրադառնանք Աստծո տեսանկյունից, Աստվածաշնչյան խոսքի տեսանկյունից։ Ասում է, կանչվածները շատ են, բայց ընտրյալները սակավ են։ Եվ Աստված ինքն է մաքրում իր եկեղեցին, եւ ես վստահ եմ, քայլ-քայլ Աստված մաքրում է իր եկեղեցին։ Ինքն է ընտրել, մենք չենք ընտրել։ Ինչպես որ մեր Տերն է ասում է, ես ձեզ ընտրեցի, իր աշակերտներին է ասում է, դուք ինձ չընտրեցիք, ես ձեզ ընտրեցի։ Եվ հետեւաբար Աստված ինքն է ընտրում ում ներառի այս ծրագրի մեջ, ում չներառի այս իր ծրագրի մեջ։ Նայեցեք, ես հիշում եմ Գյումրիում պատարակ եղավ եւ խոսույթ կար տարածված, որ կարծեմ ԱԱԾ-ն է գնաց է հանդիպել Գյումրի քահանաների հետ, ինչ որ փորձել են ինչ որ փաստերի առաջ կանգնեցնեն, կամ սա անեն, կամ նա անեն։ Գիտեք, եթե Աստված չի ուզում այդ մարդիկ պատարակեն իր համար, նրանք չեն պատարակելու, որքան էլ ԱԱԾ-ն ստիպի, որքան էլ ԱԱԾ-ն իր ամբողջ լծակները գործադրի, եթե Աստված չի ուզում այդ քահանաները պատարակեն, նրանք չեն պատարակելու։ Վերջ, որովհետև Աստված է այս ծրագրի հեղինակը եւ պարզապես դրել է որոշ մարդկանց սրտերի մեջ, ինքն է որոշում ում սրտի մեջ դնի եւ գնում ենք առաջ։ Վերջ, սա է, հստակ է սա։ Եթե Աստված է ծրագրի հեղինակը, Տեր Թադեր, ինչպես պնդում եք, ուրեմն կաթողիկոսը ականջալուր չէ նաև Աստծուն, որովհետև մենք տեսնում ենք ներսում, ինչպես ասացի, պահանջը կա վարչապետի մակարդակով այդ պահանջը կա, հանրության լայն շրջանակների կողմից այդ պահանջը կա, բայց կաթողիկոսը շարունակում է մնալ մայրաթոռում։ Նայեցեք, կաթողիկոսի հավատքի հետ կապված ես գոնե ուսանողությունից սկսած չեմ հիշում հավատքի հետ կապված իր որևէ ընթացք, ուղղակի չեմ հիշում։ Իսկ ես կարծում եմ, որ եթե լիներ, ես առաջի հիշողներից մեկը կլինեի այն տարիների ընթացքում, որը որ ես գոնե եղել եմ եկեղեցու կյանքից ներս։
Իսկ մնացածը թող ժողովուրդը որոշի, նա որքանով է հավատում եւ որքանով է ոչ չի հավատում։ Թող այսինքն ժողովուրդը հստակ ասել է, փառք ասում է ժողովուրդը այդ առումով շատ դիպուկ իր նկարագրությունները տվել է վերջ։ Այստեղ էլի երևի պիտի հետ գնանք 1999 թվականին։ Եթե ինչպես ձեր խոսքին եմ հղում անում, հոգևորի հետ կապ չունի, Աստծո հետ կապ չունի, բայց ինչպես է դարձել ամենայն հայոց կաթողիկոս։ Չեմ կարող ասել։ Գիտեք, Աստված բոլորին է շանս տալիս է, բոլորին։ Աստված ամեն մարդու կործանումը չի ուզում, այլ փրկությունն է ուզում։ Եվ ամեն մարդու մի ձևով շանս տալիս է վերադառնալու, ցեխից դուրս գալու, մաքրվելու, կանգնելու Տիրոջ առաջ, փառաբանելու մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսին եւ ծառայելու Աստծուն եւ ժողովրդին։ Աստված բոլորին, ամեն մեկին, լրագրողներին իր ձևով է տալիս, քահանային իր ձևով, չգիտեմ, մեքենա սարքողին իր ձևով, բայց Աստված ամեն մեկի սրտի հետ խոսում է, հստակ կերպով խոսում է, այսօր էլ խոսում է։ Մենք ենք որոշում, լսենք այդ ձայնը, թե չլսենք այդ ձայնը։ Ինչպիսի լուծում, հանգուցալուծում եք պատկերացնում եկեղեցում, ոչ միայն նկատի ունեմ Գարեգին բայի հեռանալու առումով, նաև այդ նորոգման իմաստով, որովհետև վարչապետն է նաև ճանապարհային քարտեզ նշել, թե պիտի նոր տեղապահ ընտրել, հետո նոր կանոնակարգ, ապա այդ նոր կանոնակարգով նոր կաթողիկոս ընտրել։ Ինչ եք կարծում, այդ ճանապարհային քարտեզը կարող է տանել այդ նորոգման ճանապարհով։ Դա բավարար է, որպեսզի եկեղեցին, ինչպես դուք ասացիք, քանդված եկեղեցին նորից ոտքի կանգնի, նորոգվի։ Սա սկիզբն է, բավարար չէ, սկիզբն է։ Բայց կարևորը որ քայլը լինի, վստահ եմ գնալու է, շատ ժամանակ չի մնացել իրեն։ Պարզապես Աստված ինքը ուզում է, որ մարդ ընտրություն կատարի, ինքը թողնում է, որ մարդ ինքը ընտրի։ Տերը ինչ է ասում։ Ասում է, ում որ ողորմելու եմ, նրան պիտի ողորմեմ։ Այսինքն Աստված պիտի պատճառ ունենա որևէ մեկին իր ողորմությունը անելու։ Եթե մարդը որևէ պատճառ չի թողել մեր Տիրոջը Քրիստոսին, որ Քրիստոս իրեն ողորմի, Տերը չի ողորմելու։ Ասում է, ում որ ողորմեմ, նրան պիտի ողորմեմ։ Նայեցեք, եւ այսօր էլ այո, կարծում եմ կաթողիկոսի համար ժամանակ կա դեռ ինքը որոշի գնա հանգստի։ Այլ տարբերակ չկա, ինքը գնալու է։ Պարզապես կամ ինքը կորոշի գնալ հանգստի, կամ ժողովուրդը իրեն կհանի այնտեղից։ Ժողովուրդն է դրել, ժողովուրդն էլ իրեն կհանի։ Եվ Աստված էլ իրեն ժամանակ տվել էր։ Աստված իրեն հնարավորություն տվել էր իր հոտը առաջնորդելու։ Եվ մենք տեսնում ենք այս 20 տարիների ընթացքում ինչպես է առաջնորդել։ Երբ որ եկեղեցական քահանաները բավականին երկար ծառայություն անցած ինչպիսի հանրային խոսույթ են օգտագործում։ Գիտեք, մեր Տերն ասում է չի կարող միևնույն աղբյուրից եւ դառը եւ քաղցր ջուր բխել։ Դա Տերն է ասում, դա ոչ մի մարդ չի ասում, դա Տիրոջ խոսքերն են։ Եվ մնացյալը ժողովուրդը ինքը տեսնում է, փառք Աստծո։ Մենք ունենք հրաշալի ժողովուրդ, ունենք հրաշալի հավատացյալներ, ովքեր որ կարողանում են հստակ կերպով տարբերակել։ Մենք ունենք շատ լավ քահանաներ, մենք ունենք եկեղեցականներ բազմաթիվ խելացի, համեստ, հայ եկեղեցու մասին եւ հայ ժողովրդի մասին մտածող, պարզապես նրանք դեռ հնարավորություն չեն ունեցել ինքնադրսևորվելու, բայց ես վստահ եմ, որ Տիրոջով նրանք էլ հնարավորություն կունենան եւ կտեսնեք որքան ներդաշնակ է լինում հայ եկեղեցին Աստծո հետ։ Տեր Թադե, խոսակցություններ կան նաև, որ կաթողիկոսը ամեն դեպքում սպասելու է, ժամանակ է շահելու մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրություններ, հետո արդեն արդյունքներով պայմանավորված նոր որոշելու է, մնում է թե գնում է։ Այսինքն այստեղ էլի ենթատեքստը քաղաքական է։ Այստեղից էլ հարց ինչին է սպասում կամ ում է սպասում կաթողիկոսը։ Գիտեք, ցավալի է, երբ որ կաթողիկոսը սպասում է իր պատասխանը ընտրությունների, ցավալի է։ Այսինքն էլի խոսում է իր քաղաքական հայացքով։ Ասենք երկրի իշխանությունը եւ ընդդիմությունը կարող են իրենց հույսը դնել ընտրությունների վրա։ Իսկ եկեղեցականի հույսը միշտ պիտի լինի Աստված։
ինչ է ընտրությունների ժամանակ Աստված իրենց դեմ պիտի լինի կամ կողմ պիտի լինի։ Սա մանկապարտեզ է։ Սա հայրապետի մտածողություն չէ։ Սա կարող է դպիրը այդպես մտածել։ Դպիրը, բայց ոչ հայրապետը։ Մենք այդ հայրապետին երբեք չտեսանք համայնքների մեջ ճանաչել ժողովուրդը։ Մեր ժողովուրդը ունի սիրելու մեծ հատկություն։ Սպասում է իր եկեղեցականին, բայց մենք չտեսանք։ Գոնե իմ Թալինի շրջանում 5 եկեղեցի օծվել։ Գիտեք որքանին են մասնակցել։ 0։ Լավ։ 5-ից որևէ մեկին չմասնակցես, սա ցավալի փաստ է։ Սա ցավալի փաստ է։ Իսկ ինչով է պայմանավորված այդ համակրանքը, սերը կամ կապը նույն Ռոբերտ Քոչարյանի հետ։ Մենք բազմիցս ենք լսել, որ կաթողիկոսը անթաքույց այդ իմաստով ասում է, որ շատ է ցանկանում նրա վերադարձը իշխանության իմաստով։ Հավանաբար Քոչարյանի իշխանության օրոք նրանք կարողացել են անել այն, ինչ որ ուզել են, եւ հայ ժողովրդին հաշվետու չեն եղել իրենց քայլերի մեջ։ Միահեծան են եղել, բայց հիմա իրենք կանգնած են խնդրի առջև, որովհետեւ իրենք ստիպված են հաշվետվություն տալ ժողովրդի, իրենց անցած ճանապարհի համար, իրենց ասածների համար, իրենց նաև չասածների համար, գիտեք, միայն մենք խոսում ենք իրենց ասածների, բայց գիտեք, որքան բան իրենք չեն ասել եւ չեն արել, որ պիտի անեին, որ կոչված էր հայ ժողովրդին հոգեվոր կյանք տալու համար, կոչված էր Քրիստոսին ծառայելու համար եւ ժողովրդին ավելի քրիստոնյա դարձնելու համար, բայց չեն արել։ Ինչու Տեր Թադե, ամեն դեպքում էլի գալիս ենք, հանգում ենք նույն տեղը, ինչու չեն արել։ Չեն հավատացել։ Հավանաբար չեն հավատացել այդ մարդիկ Քրիստոսին։ Չեմ կարող ասել, դա միայն պիտի անի մարդ, որ այս ժողովրդի հետ կապ չունի, այս ազգի հետ կապ չունի, նա միայն այդպիսի մարդը կարող է անել այդպես։ Եվ ինչու է օրինակ ամենայն հայոց կաթողիկոսը լուր եղել նաև այնպիսի օրհասական պահերի, ինչպիսին էր օրինակ մարտի 1-ի դեպքերից հետո մենք որևէ ձայն չենք լսել։ Պատերազմի օրերին եկեղեցու զանգերը չէին հնչում Տեր Թադե։ Եկեղեցի զանգերը հնչում են որոշ անձանց ձերբակալությունների ժամանակ, շատ կասկածելի անձանց ձերբակալություն։ Դա մորթապաշտության դրսևորում է։ Երբ որ հայ ժողովուրդն է փորձության մեջ, իրենք սպասում են հայ ժողովուրդը իշխանության հետ միասին ընկնի աղետի փորձանքի մեջ, իրենք նոր դուրս գան եւ մի անգամից քաղաքական տեքստեր ասեն։ Սա աղետ է։ Իրենք հայ ժողովրդի հետ որևէ առնչություն չունեն։ Հայոց պետականության հետ որևէ առնչություն չունեն։ Սա գիտեք, սա իշխանական թևի խնդիր չի, սա դա պետության եւ պետականության պետական մտածողություն ունեցող անձ է։ Գիտեք, այդ նույն Մելիք Թանգյանը հիշեցի այս պահին։ Երբ որ թվարկում է հայրապետի անելիքները, պարտավորությունները, ասում է, որ թագավորը առաջինն է եւ կաթողիկոսը երկրորդն է։ Եվ ինչ է նկարագրում, ասում է, որ կաթողիկոսի գործը այն է, որ նա կազմակերպի եպիսկոպոսական ժողովներ եւ այլն, նաեւ ազգային եկեղեցական ժողովներ։ Ասում է, բայց նույնիսկ եթե թագավորը ներկա է, պատվել է ազգային եկեղեցական ժողովը իր ներկայությամբ, այդ գործի մեջ առաջնայինը կաթողիկոսն է։ Այսինքն հստակ կա այն օրենքները, այն կանոնները, որ ինչ պետք է անի կաթողիկոսը եւ ինչ չպետք է անի կաթողիկոսը։ Նայեցեք, նայում ենք մենք ազգային եկեղեցական ժողով, թագավոր, կաթողիկոս, նայեցեք, ինչպիսի ընթացք են, մարդիկ ինչպիսի ճգնաժամեր են հաղթահարել։ Որովհետեւ նրանց շահը կարծում եմ հայոց պետականությունն է եղել, որովհետև ի վերջո մենք բոլորս չենք լինելու մի օր, չենք լինելու, բայց մեր գործերը մնալու են եւ մեր մասին պատմելու են։ Պատմելու են, ես ինչպես որ անցած անգամ ասեցի, անցած հաղորդման միտեղ հյուրեի, ասեցի, որ ես չեմ ուզի այդ եպիսկոպոսները մնան պատմության լուսանցքից դուրս։ Հիշվում է պատմությունը,
Հիշվում է։ Այսօր ես ասում եմ Մելիք Թանգյանի մասին, եպիսկոպոս է եղել նա։ Գիտեք, իր պապիկը պայքարել է ռուսական կարգերի հաստատման համար, որպեսզի Հայաստանում ռուսական կարգեր հաստատվի։ Եվ նրանից մելիքությունը վերականգնվել է իրենց։ Բայց նույն իր թորնիկը արդեն եպիսկոպոսը Խրիմյան հայրիկի հետ միասին պայքարում են ռուսական մեկ այլ ցարի դեմ, հայ ժողովրդի համար, պայքարում են հայոց դպրոցի համար։ Նայեցեք, այդ մարդիկ մահացե գնացել են։ Խոսքը 1800-ից 1900-ական թվականների մասին է։ Մարդիկ մահացե գնացել են, բայց իրենց գործը մնացել է։ Պատկերացնում եք, Խրիմյան հայրիկի հետ միասին պայքարում են։ Իր պապիկը ստացել է, չգիտեմ, հավանաբար մեդալ Ռուսաստանի կողմից, բայց իր թորնիկը հայրենասեր է։ Պայքարում է նույն նրա հաջորդ ցարի դեմ։ Նրանք էլ են չէ մեդալ ստացել ինչ որ տեղից, բայց նրանք հասկանում են, որ կա պետական շահ, հասկանում են, որ կա երկրի շահը, եւ պետական շահը վեր են դասում ամեն տեսակի շահից եւ ամեն տեսակի մեդալներից կամ կոչումներից կամ չգիտեմ ինչերից։ Եվ Տեր Թադե, ինչի դիմաց են մեդալներ ստանում Ռուսաստանի Դաշնությունից, թե կաթողիկոսի եղբայրը այդպես դեմոնստրատիվ կերպով, երբ որ նաեւ Վլադիմիր Պուտինից էր մեդալ ընդունում, դա որևէ հոգեվորականի չի մտահոգել։ Նախ ես կարծում եմ պետք է նայենք էլ որտեղից են ակտիվ մեդալներ ստացել մեր բարձրաստիճան եկեղեցականները։ Ես չեմ կարող ասել, ես չեմ տիրապետում այդ ինֆորմացիային։ Բայց եթե կան մարդիկ, որոնք կտիրապետեն, լավ կլինի, որ բարձրաձայն են, չէ՞, մենք հարաբերության մեջ պետք է նայենք։ Միգուցե մեկ այլ երկրից շատ ավելի են ստացել։ Այսինքն մտահոգիչ չէ, որ Ռուսաստանից մեդալներ ամեն դեպքում ստանում են։ Պետք է գնալ հասկանալ, թե պետք է հասկանալ, ինչու այնտեղից եւ շատ ցայտուն երևացող։ Արդյոք ուրիշ ոչ մի տեղից ոչ մի բան չեն ստացել, որ հենց այդ մեկը լավ ցայտուն երևում է։ Եվ թափանցիկության մասին խոսակցություններն են միշտ ջղաձգում որոշ հոգևորականների։ Գիտեք, վերջին շրջանում շատ է խոսվում եկեղեցուն օրինական դաշտ եւ թափանցիկ դաշտ բերելու մասին։ Նայեցեք, այո, ես կարծում եմ ֆինանսական մեծ հոսքեր կա մայրաթոր։ Նրանք են կառավարում եւ իհարկե ջղաձգվեն։ Ես հիշում եմ, որ կարծեմ այս տարի էր, որ վարչապետը ասեց, որ եկեք օրինական դաշտ, եթե դուք 1000 դրամ պետությանը տալիս եք, եթե դուք ունենում եք 10000 դրամի ենթադրենք խնդիր, մենք ձեզ տալիս ենք 10000 դրամ, որպեսզի դուք ձեր խնդիրները լուծեք։ Եվ երբ որ մարդիկ ասում են չէ, ինչ եք կարծում, իմ նման համեստ եկեղեցականը կամ հայ մարդը, սովորական շարքային քաղաքացին, ինչ պիտի մտածի։ Պիտի մտածի, որ շատ արդար է մայրաթորի ներկայացուցիչը։ Կամ պետք է լինես հիմար, որ չհամաձայնվես, պետությունը քեզ ասում է եկեղեցի, ես պատրաստ եմ քո կողքը կանգնելու, քո խնդիրները լուծելու, քեզ բարձրացնելու, բարձր պահելու, ֆինանսավորելու, բայց եկեղեցին ասում է ոչ, պետք չի ինձ։ Հարց է առաջանում, ինչու պետք չի։ Պետք չի, որ եկեղեցին լինի պատշաճ ներկայանալի հայ ժողովրդին։ Պետք չի, որ Քրիստոսին պատշաճ ներկայանա լինի։ Կարծում եմ պետք է, բայց ինչու չեն ուզում, ինչու չեն համաձայնվում։ Կամ հիմար պետք է լինեն, կամ ուրեմն այդ հոսքերի այլ ուղղություններ կան ֆինանսական, որ չեն ուզում։ Իսկ սա ֆինանսական, կարծում եմ դա մի այլ օպերա է լինելու։ Այլ ցավում եմ, բայց ես ենթադրում եմ, որ այնտեղ հայ ժողովրդին շոկային բացահայտումներ պիտի սպասվեն։ Եվ Տեր Թադե, այս նորոգման գործընթացի եւ այս ամեն ինչի համատեքստում կաթողիկոսի հեռանալը այլընտրանք չունի, այսինքն մնալու տարբերակ չունի կաթողիկոսը։ Չունի, պետք է գնա։ Գիտեք, սա գաղափարի պայքար է։ Սա ապագայում տեղ ունենալու պայքար է հայ ժողովրդի։ Դա հայ ժողովրդի պայքարն է, որովհետև մենք հավատում ենք մեր պետությանը, մենք հավատում ենք մեր պետականությանը, մեր երկրին, հավատում ենք մեր երկրի վաղվա պայծառ օրվան։ Եվ մենք ուզում ենք, որ հայ եկեղեցին եւս լինի վաղը այդ պետականության մեջ եւ պետության մի մասնիկը լինի։
Եվ այս պայքարը սա նորմալ պայքար եմ ես դիտարկում։ Նորմալ հոգևոր կրոնական պայքար է, որովհետև այո, մեր սերունդը եկել է եւ ասում են, որ այլևս հին բարքերը չպիտի լինեն։ Որովհետև մեր եկեղեցին, եթե շարունակի այսպես, ես կարծում եմ վտանգի տակ կհայտնվի, մեծ ռիսկերի տակ է, եւ սա Աստված հայ ժողովրդին պատմական շանս է տվել, որպեսզի մաքրվի, իր տունը մաքրվի, ինչպես որ Հիսուս Քրիստոսը եկավ մեկ անգամ, մաքրեց իր տունը, եւ ինչ է նկարագրում, ասում է վերցրեց դալար փայտը, եզակի դեպքերից է, երբ որ մեր Տերը բարկանում է, ու բոլորին ասում է դուրս հանեց վաճառականներին եկեղեցուց, եւ ինչ ասեց, ասեց սա իմ հոր տունն է, եւ այս տունը աղոթքի համար է, ինչ դուք սարքել եք վաճառատեղի, եւ կարծում եմ կրկնվում է process-ը, եւ այսօր այո, Քրիստոսը չկա, բայց Քրիստոսի զավակները կան, Քրիստոսի եղբայրները կան, որոնք որ պայքարում են Քրիստոսի եկեղեցու համար, պայծառացման համար, որովհետև աշխարհը այսօր ունի բազմաթիվ մարտահրավերներ։ Եվ մենք պետք է կարողանանք հաղթահարել բոլոր մարտահրավերները եւ մեր պետության կողքին լինենք։ Ի վերջո հայ ժողովրդին պետք է պետություն, պետականություն եւ եկեղեցին պետք է լծված լինի այդ գործը իրականություն դարձնելու համար եւ ոչ թե տարբեր հայտարարություններ անելու համար։ Շնորհակալ եմ Տեր հայր։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Թադե Քահանա Թախմազյանի հետ։ Կհանդիպենք։